Ձեզ երբ են վարորդական իրավունքից տարիուկես առաջ։ Ու նաև ոչ լավ որտեղ ձև։ ինչպես պատահեց։ Դե ասենք դա պատահեց ես իմ ընկերս հյուրեր եկել, նստանք մարդա մի լիտր պիվա ենք խմել։ Դե ասենք ճիշտը չարեցինք, որ մեր ընկերը ասավ իջնենք մեր տուն գանք, բան կա վեկալելու։ Դե ասի իջնենք։ Գնացինք, բռնեցին, զրկեցին, երևի ճիշտ արին, չնայած շատ չկար։ Ձեզ մի լիտր գարեջրի համար են սրկել։ Մի լիտր գարեջրի համար, բայց դրանց սրկել են, չեն մի անգամից, պրավես ոչ, պրավես վեկալան, ինձ ասին գնում ես մի հատ թուղթ ես անում բժշկականից, թուղթ ես վեկալում հիվանդանոցից, որպեսզի դուք զրկված չեք, կամ էլ ասենք ոչ թե զրկված չեք կներեք, որ ձեր ասենք խմած չեք։ Ես գնացի, որ թուղթը վեկալեմ, ինչ արեցին, ոչ մի բան չկարեցա վեկալեմ։ 20,000 փող ուզեցին, մոտս չկար, որ տայի։ Ու վերջ։ 20,000։ Բժիշկը էլի ասենք անմիջապես վճարովի է, որ հանում եք այդ թուղթը։ Այսինքն դուք արյան անալիզ եք գնացել անցնելու։ Այո, եւ ինձ ասին 20,000 է։ Վճարովի է։ Անալիզը վճարովի էր։ 20,000 Ես էլ չունեի այդ 20,000-ը, հա։ Եկա ասենք 2 օր անցել է, ոչ թուղթ, ոչ պրոտոկոլ, ոչ մի բան։ Կենտրոն գնացի։ Որն է դա։ Հիմա կենտրոնական, հիվանդանոցը որ կա։ Երևանում ենք եղել, ոչ թե ասենք Երևանում, այլ են վերևը, ես քաղաքը լավ չգիտեմ, վերևով վերում քանակեր է, քանակերում։ Այնտեղ եմ գնացել ասել։ Հիմա այնտեղ է։ Մի հիվանդանոց եկա, այստե կենտրոնում։ Այնտեղ ասին մենք արդեն այնտեղ բան չենք անում, հիմա էլ ելնելու ենք վերև։ Գնամ եք վերև, այն մյուս հիվանդանոց։ Սպասեք, իսկ պարեկը, երբ որ ձեզ կանգնեցեց ձեր մեքենան, ձեզ չստուգեց, որ հարբածություն կա։ Ոչ, ինքը ոչ տրուբկա տվեց, ոչ բան արեց։ Դուք չեք փչել։ Ոչ էլ փչել եմ։ Ոչ էլ փչել եմ։ Ինձ ասին գնացեք թուղթը բերեք, որ խմաճեք։ Ես էլ գնացի, որ բերեմ մի լիտր պիվի համար ապացուցեմ, չեղավ։ Բայց ինչի՞ չեք բողոքարկել։ Դե այդ մարդիկ փափուկ բարձ դրին գլխներից տակ։ Ասին գնում ես, մի տարուց հետո աղբերս, հանգիստ գալիս ես, պրավետ տալիս եմ։ Իմ նման էլի։ Մի հատ կապիտան, մի հատ էլ աղջիկ էր։ Всё, փափուկ բարձ դրեցին, ես էլ գնացի Դուք ասացիք, որ դուք իսկապես խմած եք։ Այո, ես խմիչքի ազդեցության տակ եք։ Նրանք չչափեցին, թե ոչ տվել են փչել են, ոչ էլ տվել են, ոչ էլ չափել են։ Ես մաշինը վարելուց, ես բալերս պրծածել է, ես չեմ մացե, քշել եմ իմ վրա, իմ հեռախոսի վրա ոչ մի սապշենի բան չի եկել։ Յոգորտ անգամ արդեն իրանք որ կանցրել են, նայել են, ինձ ասել են, որ դուք բալ չունեք, ասի ես մեղ չունեմ, իմ հեռախոսի վրա չի եկել։ Ու բռնել են Արարատի, երասեկալցավով Արարատի այդ բարեկները բռնել են, ինձ զրկել են։ Ու ինձ քրական գործ են արուչել, որ ես այդ պրովացիոնը 340,000 տալ եմ մոծել եմ, որ ես ինձ չտանեն դատեն կամ գան ինձ բռնագրավեն, թեկուզ ես թե ոչ մի բան չունեմ, սեփականություն չունեմ, 2 երեխա եմ պահում յետիմ, ոչ մի բան չունեմ։ Հիմա ես ուզում եմ խնդրեմ մեր պարոն վարչապետին, թող միջան մտնի, մեր զրկված տղերքին թող օգնություն տա, որ մենք դրանով ենք կարող մեր ընտանիքը պահենք։ 2 յետիմ երեխա եմ պահում, ես չեմ կարող ես, ոչ մի տեղ էլ չունեմ աշխատանք, առողջական այն չի իմը, չեմ կարող ֆիզիկական աշխատեմ։ Հիմա ես խնդրում եմ մեր պարոն վարչապետի, եթե կարող է այն բերդերը նստած ժողովրդին, որ համաներում են անում, նույնն էլ մեզ համաներում անի, գնանք։ Ամեն մարդ մի կտոր հաց է վաստակում իր երեխեքին պահում է։ Ուղղակի խնդրում եմ, պարոն վարչապետ, եթե հնարավորություն ունեք համաներում արեք, մենք մի կտոր հաց վաստակենք մեր երեխեքին պահենք։ Ես այդքան բան կխնդրեմ պարոն վարչապետից։ Հիմա էլ ստացվել է, զրկել են, խմացենք էլ, եկել ենք խնդրենք առաջի բանին, որ թողներեն, երկրորդին եթե կրկնվավ, Ազիզյան, ուրեմն ինչ խստությամբ պատժել է, թող պատժեն օրենքի դրվածքը, որ խնդրում ենք չենք կարող աշխատենք, Ազիզյան, որտից աշխատենք, տնից դուրս են գալի, պարետը տունը դուռը բացում եմ կայնացա, բայց դի կլինի ընտանիք պահել, Ազիզյան, հա?
Ճիշտ է, ճիշտ է։ Ձեզ խանգարում են ոստիկանության աշխատակիցները, որպեսզի ձեր ընտանիքը պահեք։ Ոստիկանները ոնց չեն խանգարում, բա որ ոստիկանը, որ էթա, մենք էլ կետանք մեր աշխատանքի, հիմա ստացվել է Ազիժան, ստացվել է, հիմա զրկել են, մենք հավաքվել ենք սաղ, աղբերներ, խնդրում ենք, Ոստիկանության աշխատակիցները ինչով են ձեզ խանգարում։ Այսինքն դուք ցանկանում եք արած խանգարում որն է, չեն թողնում, ասում է բռնել ենք, զրկել ենք, երկրորդ անգամ է զրկենք, կտանեն կուբախտ։ Կուբախտ դնեն աղբեր, դա դեն էտան, բա այդ ընտանիքով կպահի Ազիժան։ Ընտանիքով երեխեքը, հաշվանդամ երեխա ունեմ, 31 տարեկան, կինս էլ մահացել է, ես էլ մինակ եմ։ Հիմա ոնց պետք է անենք, աղբերս, ոնց անենք, եկել ենք խնդրում ենք, հիմա էլելա աղբեր։ Ինչպես ստացվեց, որ ձեզ հարթական իրավունքից զրկեցին։ Դե քեֆից դուս ենք եկել, քեֆից դուս ենք եկել, հոպ կայնցրել են, շո, խմացեք, զրկել են, 5 տարի, չենք փչե, շուր ենք տվել ավտոն, այսինքն անցել է 4 ամիս էլ, Ավտոն շուր ենք տվել, վտարի եք, այո, 4 տարի էլ անցել, 5 տարի էլ անցել Ազիժան, 4 ամիս անցել է, հիվանդանոցից դուրս եմ եկել, կանչել են, զրկել են։ Մեր խնդրանքը բոլորիս անունից այն է, որ մենք մեր իշխանությանը խնդրում ենք, թող մեզ լսեն, մեզ ներողություն ենք բոլորս հայտնում, մենք տարվա արդեն կտրվածքով մենք տուժը ունենք, տանում ենք այդ տուժը, ու այդ տուժը շատ մեծ ընտանիքների մեջ արդեն հացի խնդիր է դարձել։ 24 թվին են զրկել, դատարանով կարացել եմ, իմ առողջական թղթերով ներկայացրել եմ, որ ունեմ առողջական խնդիրներ, ես իմ ընտանիքը պահում եմ այդ աշխատանքով, տրամադրել են իմ պռավան, աշխատել եմ, տարի 9 ամիս աշխատում եմ, մարդիկ քնեցին, հելան, որոշեցին, որ օրենքը պիտի փոխեն, բարեկայնոտ հազա օրենքով ներբերել, որ զրկվել եմ ես։ Պատահական կանգնացնում են, դոկումենտը տալի, ոչ թե խախտում եմ անում, կանգնացնում եմ, այլ լիա ինչ որ այդ օրը որոշված ինչ որ մի հատ ռեյդ։ Հա, տալիս են դոկումենտը նայում են, ասում են եղբայր դու զրկված մեքենա ես քշում։ Всё, էսի դարձավ արդեն քրեական գործ։ Բայց ես ինչ իմանամ, գիշերը երազումս տենայի, որ ես զրկվել էի, քանի որ գործող պռավա էին տվել։ Էդիկ տենց, մենք որոշում ենք։ Նույնն է լինի։ Գրեթե 2 տարի մեքենա վարել եք, որովե խնդիր չի առաջացել։ Քանի անգամ էլ դաժե կանգնացրել են ինչ որ հարցերով, տվել եմ բարի ճանապարհ, հաջողություն։ Ու սիրուն մի հատ լույս է բացվում, բարին հետ է այդ կարգով, բայց բարին չբացվա փաստորեն։ Այ հասկացանք են, որ արդեն զրկված ենք ու քրեական հոդված կա արդեն։ Դատի պիտի մասնակցեմ, 370,000 կտուգանվեմ, եթե չեմ աշխատում, ոնց պիտի ապահովեմ այդ գումարը։ Համակարգը արդեն Նորմալ է, ոչ մի խնդիր, ոչ, 13 բալն էլ ունեցել եմ։ 13 բալն էլ ունեցել եմ, նորմալ աշխատել եմ, ընտանիքս ապահովել եմ։ Բողոքարկել եմ, դատարանի կողմից էլ ստացել եմ։ Դատարանի կողմից ստացել եմ, մի հատ շատ սիրուն օր բարեկայինը որոշում փոխեց, որ զրկված է համարվում։ Ու այս պայդրությամբ արդեն որպես իրանց աշկով նայելով զրկված մեքենա եմ վարել։ Հիմա գործը դատարանում է, սպասում դատի օրը նշանակած, որ մասնակցեմ։ Անձի անվեղ տենաս եկե, ոչ խմացեմ էլ է, ոչ էր բալերս ալրացե։ Ուրիշ գործով տարան խաղմած, ոչ եմ ուզում խորանամ ստեմ, բան չսարքեմ։ Անվեղ տեղը, ոչ մի հիմք չկա, դատավճիռներ ունեմ, կարդեք չեք մայա։ Ես ոչ մի նարոշեն չեմ արել։ Ոչ է կայում են ապացուցեն, քնիչ է, ոչ կանչեն են, ոչ ասեն են, ոչ մի բանից տեղյակ չեմ։ Կայնեցել են, ասում 4 ժամ կա որ լրանա, քեզ զրկել են։ Դրա համար 350 տուգանել են։ Մի հատ դատարան են կողել։ Արդեն 1 միլիոն փող են դրել։ Ես երկրորդ կայքի աշխատամ եմ։ Որտե բողոքում եմ չի անցնում։ Ասում եմ դու դատախազին կարաս բան անես, ավելի լավ է բան չանես։ Քեզի կարող դատենել։ Սես բաներ են։ Մի հատ բան Երբ են զրկել Ես արդեն 4 տարի է։ 4 տարի մարդը զրկված։ 4 սաათը մտնում է 5 տարի, որտեղ բողոքում եմ ինչ անում եմ, ոչ մեկ ոչ մի բան այդտեղ չի դրել։ Ասում եմ, սա իրար շախկաբաց են, ասեմ։ Սա իրար հետ շախկաբաց, մեկը մյուսին զանգում ասում դա բայց ծրիտոյտա։ Դուք ապահով չեք զգում, ձեր իրավունքների տերը չեք զգում։ Չէ, ոնց Չէ, որտեղ ասես բողոքել եմ, որտեղ ասես բողոք, հակակոռուպցիոնել եմ բողոքել, բաներ կար չեմ ուզում ստե ասեմ, քանի կար կանչում էին, զանգում են, չգաս բեկման կհետարկենք, հիմա ես եմ զանգում իրանք չեմ եկալով, որտեղ տեղ ես ճիշտ եմ, ապացուցել եմ, որ մարդը ինձ բան ուզել չեմ տվել, դրա համար ինձ զրկել է, անմեղ տեղ, դեմի ուզել է։
Ինչ պետք է ուզի ինձնից։ Ոստիկանն է ուզել ինչ-որ բան ձեզ։ Հա, դատախազը։ Իմ անչափահաս երեխես իմ մեքենաս վարել է, բռնել էին 15 գայի։ Այդ նույն բարեգը, որ նոր տնձի կոնֆլիկտ են ունեցել իրար հետ։ 25000 տուգան են գն, մեր օպեմ 25000 տեղուս տուգան են գը, այդ բարեգը զանգե հորդ կա գելնիմ կերտամ ճամպեն իր գվաժամ է, բարեգը կայնած է, չի դեմ որ այդ բարեգն է։ Կայնա մոդները շնորհքով սեցի որ հարգելի ոստիկան, տեղուս 15 բան, բարեգային ծառայություն, միամ կապտուր, թող կայնացնեն, այս տամ մոդները տեղուս է դեշտամ կայի։ Բջե չի եղնի, սիլավ չի եղնի, նորից նստա ավտոս, մեքենա շարունակեցի 1 կիլոմետրում ճամպես, արդեն այդ նույն բարեգը, երկրորդ բարեգային խումբը նեկանչե, հետևիցս եկան, մոդավորապես 1 կիլոմետրում, եկան, կապ տվին կայնացրին, իջա քնացի բացատրի որ նոր քեզի խնդրեցի որ տեղուս 15 կայի, մամ կապտու կայնի, բջե չի եղնի, չի եղնի, հետ է մեկ է առանց իրանց բանենելու, ինչ որ վիրավորական կամ չի դեմ ինչ կամ չի դեմ ինչ, նստել եմ մեքենաս 100 մետր գնացել եմ, կայնացրել են, տեսել են ամրակոդի քծած, ամրակոդի համար մի հատ ակտ են գրել, մի հատ մեզ զարգել են։ Ամրակապած եք ինչի համար են Դա իմ դարդս ցավը սդիկ է քուր ջան, ինչի եմ եք էստեղ։ Նորինական։ Բողոք արգել եմ։ Բողոք արգել եմ, համի մերոպեմ կներես։ Համի նա է։ $50,000 տվե ֆուր են կարը, եկարկի պրավա է։ Համի եթե ես չեմ աշխատի, բնականաբար է տունս կուկա բանկը ծերիցս վերցնեգը կուրջան։ Այս կառավարությունը, այս մարտիկ չեն սեր, այս մարտիկ մեր ազգն է, մեր ժողովուրդն է, այս բարեկային ծառայության թող ուշադրություն դարձնեն, կամ ավելի կրտված բարեկներ տնեն, կամ էլ իրանց երազները ինչ խորերել են հետ բանեն են, մաքրեն։ Ես ինքս տաքսի քշող եմ, 4 տարի ինքս քշել եմ, հիմա չեմ կարողանում ոչ մի բան անել։ Նույնն էլ որ բոլոր տղամարդիկ տարբեր տեղերից, տարբեր քաղաքներից, տարբեր գյուղերից եկել են, հասել են ստեղ, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք եւ ձեզ լսելի լինի։ Ծննդյանս օրով են ինձ զրկել, երևի 2 կամ 3 բաժակ եմ խմած եղել, ընկերուհիներս էին հրավիրել։ Հետ գալու ճանապարհին լույսերս անջատված այլել, եկել են պարեկները կանգնացրել են, բա լույսերը տանջատված է, հա, ասի մերսի շատ։ Չէ, այդ վաղ վարելու ընթացքում չէր, կանգնած խոսում էի հեռախոսով, մարգատը միացրեցի դուրս եկա, այդ վարելու ընթացքում արդեն եկան կանգնացրեցին։ Ասեց խմացություն միած ստուգենք ու բարի ճանապարհ ձեզի ասենք, ասի ստուգեք։ Բերեց ստուգեց ու նույն վարքյանին ասեց դու զրկված ես։ Ոչ մի բառ, ոչ կարոցել եմ խոսամ, ոչ մի բան ոչ ասեմ։ Մի անգամից դերը զրկել են ու մնացել են։ Ես չեմ ստորագրել։ Ես չեմ ստորագրել ինքս, ինձ թվում էլա, որ սարքերը կարող է սխալ ցույց տա, հույսի աղջիկ հալով ես չեմ կարա էլ այնքան շատ խմեմ, որ կարողանամ նստեմ ռուլին։ Ես ինքս էլ ընդհանրապես խմող չեմ, իմ բոլոր հարազատները, բարեկամներն էլ գիտեն։ Բանակի վարորդ եմ ես, 94 թվից բանակում եմ գրանցված որպես վարորդ, ինձ զրկել են 2002 թվին, մի տարով համար եմ փոխել ավտոյի վրա, եռաբլուր է թալուց, սաղ եռաբլուրը այդ քնածները իմ ընկերներն են, 90%-ը իմ ընկերներն են, էթում է եռաբլուր, երկուսն էլ իմ սեփականությունն է եղել, ավտոն էլ իմ սեփականությունն է եղել, համարն էլ իմ աղբուր քերոջս տղու համարն են եղել, բռնեցին, զրկեցին, 100 ձևի գեներալ ու գնդապետ խառնվելա չի կարում այդ պրավեն վեկալի, որ տա ինձի, ասում են գնա տեսիլական հանձ, այդ տեսիլականն է ինչ է, զիբիլը անուն ինչ, ասկի ոչ էլ գիտեմ, հա դրանից, չեմ կարում հանձնեմ, ես ինչ անեմ, 94 թվին ինձի տարել եմ բանակ 18 տարեկան երեխա տղա եմ եղել, նստել եմ 66-ի ռուլի սնարյադներ եմ կրել պատերազմի դաշտի մեջ, հիմի բռնե զրկել եք տվեք դե իմ պրավեն, ինչա պետք անել, ասեք անեմ, չեմ կարում տեսիլական հանձնել, էտել եմ եղել, սաղ ճանաչում են, վերից վար սաղ տեղերն եղել եմ, ես իմ շովերությունով են ինձի սաղ ճանաչում, առաջի լինիայի սաղ զենք ու զինամթերքը ես եմ տարել, լծե, էզևի բիձեկն էին բերում զենք ու զինամթերքը կայնացնում, որ ոչ մեկ ես էի բարձում տանում դարտակում գալիս էի։ Հիմի որ մատ պատերազմելով կա, այ 18 տարեկան երեխեն նստի զենք ու զինամթերքը բարձի էտա խոսքի առաջ չեմ էլ կարում խոսամ ներվերից է։ Ձեզ գնահատված չեք զգում։ Ոնց գնահատա, բան եմ Ռուսաստանի քուչեկն եմ գնացել զվռնում։
Ինձ ոնց գնահատվածքս գամ իմ ազգի մեջ, որ ամեն ինչ արել եմ։ Ես ինքս իմ ազգի համար սաղ է տեսել է, սաղն է ճանաչում է։ Ամեն ինչից այդ հայ ազգի, ոչ թե հայ ազգից եմ հիասթափվել։ Իրեք պատերազմի մաս, սաղ-վաղ տարել են, սաղն է ճանաչում են։ Վերանս Ներվում է, ուղղակի Բա ինչ անեմ ախպեր արա, մի ամիս սաղ մնացած մարդ են կարա պատերազմի դաշտից, հիմա եկել են քննություն են ասում դուր, ոնց տամ, չեմ կարում տամ, 50-ս ավել է, չեմ կարում տամ, ինչ անեմ ախպեր։ Տեսականը, մենակ իմը տեսականն է, ի վսյո, ոչ մի բան չունեմ խնդիր։